Եվս մի հատ թեմա, որը կախված է ընդդիմության հետ։ Արա տեսեք, որ շատերն են խոսում, որ ընդդիմությունը հաղթեց, ընդդիմությունն այսօր գրեց քաղաքացիական պայմանագրին։ Ես համամիջ չեմ ձեր հետ, որտեղ ընդդիմությունը չի հաղթել։ Հաղթել է ուղղակի ցանկությունը քաղաքացիական պայմանագրին իշխանության չթողնել Գյումրիում։ Սա ընդդիմության հաղթանակ չէ։ Ընդդիմության հաղթանակը կեղներ են դեպքում, երբ որ 4 ընդդիմադիր տեխնացուները, ովքեր որ միացել են իրար, հավաքվեին իրար հետ, կոալիցիոն պայմանավորվածություն ստորագրեին եւ ձեռք բերեին պայմանավորվածություն։ Ասենք ասված մի արած սցենար համար 1 Վարդան Ղուկասյանը մինչև ամսու 16-ը ձերբակալեն։ Թեկուզ 10 օրով, նիստից առաջ, նիստից հետո։ Ինչ դերն է ժամանակ, ինչ ճանապարհներ ունի ընդդիմությունը գնալու։ Հա? Ձերբակալեն ընդդիմադիր 4 հատ ավագանու անդամ կտանին կպայեն մեկ քանի օրը եւ նիստը չի կայանա Վարդան Ղուկասյանը մեծամասնություն չի հավաքե, այսինքն կերտանք երկրորդ նիստին, որտեղ որ արդեն ոչ թե պետք է 17 ձայն, այլ ուղղակի ձայների մեծամասնություն։ Սա մյուս սցենարը։ Ընտրություններից հետո Վարդան Ղուկասյանին հանդեպ քրեական գործ, նորից ձերբակալություն, ինչպես է քաղաքը ղեկավարվելու։ Ես ուղղակի ուզում եմ, որպեսզի մեր ընդդիմադիրները մի բան հասկանան, որ իրենց վստահված է քաղաքի ժողովրդի կյանքը։ Եվ կալապսի տանել քաղաքը, խնդիրների առաջ կայացնել քաղաքը, ոչ մեկ իրավունք չունի, դա ոչ մեկի չի ներվի։ Ուստի խնդրանք սորդորս է հանդիպեք, քննարկեք, թե ինչ ճանապարհային քարտեզներ եք ունենալու, որպեսզի միևնույն ժամանակ համթուկ ապահով լինեք։ Դե բերեք ճիշտն ասեք, եթե քաղաքացիական պայմանագիրը գիտենար Վարդան Ղուկասյանի ձերբակալելուց հետո կա սցենար, որով իրանք իշխանություն չեն կարող վերցնել, դրան չի գնա։ Եթե գիտենար 4 ավագանուն այսօր փակելով խնդիր չի կարող լուծել, դրան չի գնա, то есть նոր սցենարներ ունի մտածել։ Դրա համար օգտվելով շախմատի կանոններից պետք է առնվազն կորնեմ 10 քայլ մտածեք։ Այսպես պրոստը վերցնել ու սելուրա մենք շո վերցրեցինք կուկանք առաջ, դուք մտածեք, որ իշխանությունը քնած, եթե սա իշխանության խաղը չէ, եթե իշխանությունը չի ուզոր դուք որպես ընդդիմադիր եղնիկ իշխանության, որպեսզի ձեր ֆակտորը օգտագործելով հետագայում կա իշխանության, ապա այս դեպքում լուրջ խնդիր կա։ Так что իմ հորդորսը հանդիպեք, քննարկեք, չգիտեմ, ամենակոմֆորտ միջավայրը կեղներ, որ բոլորը տայք ամենացածր հավաքած տեխնատուրին ու գոյին քաշվեի կողքի, տեսնենք ինչ կյանք, բայց գիտեմ, որ դրան ոչ մեկ չի գնա։ Քաղաքացիական պայմանագիրը ամեն ինչի կերտ է այս պարագայում։ Միգուցե վերևների չէ դա դաբրո, բայց ներքևները կրառումներով, բաներով ամեն մի խոսքից կփորձեն կախվել, ամեն մի խոսքից կփորձեն պրովոկացիա անել, այն օրվա Վարդան Ղուկասյանի խոսքը, թե Ռուբեն Մխիթարյանին մեծ հաճույքով կուտամ կրթության մշակույթի բաժինը, մշակույթի բաժինը, իրանք շատ մեծ տիրաժ տվեցին, որ ինչ Ռուբոն ցենտար ինքը քաղաքապետ եղնի, ինքը Ռուբոյին բաժնի պետք է դա, նայեք ինչ կտանի, то есть իրանք սիկ կլսցնեն Ռուբոյին։ Ես չեմ կասկածել Ռուբոյի մարդ տեսակի, տղա տեսակի վրա, բայց իրանք սրանք կօգտագործեն, դրա համար շատ զգուշ եղեք արտադրությունների մեջ, շատ ժամանակահատված է, որը շատ, ինչ ասեմ, վաղատիլնի էլի, չես կարող կանխագուշակել, թե ինչ պրովոկացիա կարող են ունեն, որ միջոցով կարող են ընդդիմության այդ 4-ից 1-ի ջարդեն կպեին ընդամենը 3 ցեն է պետք, այսինքն ընդդիմության որ անդամին այդ ջարդին տարեն իրանց կողմ, հոգեբանորեն, իրանք իրանց ուզածին կասնին։
եւ Կարեն Սարոխանյանի վերջին գրառումը շատ բարձ հիշեցնում է դրա մասին, առուն թրեք նոր սեքոփ։ Շատ լուրջ է ամեն ինչը, դուք ներարանքից կնայեք, բայց իրականությունը շատ բարդ է։